Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ հերթական գագաթնաժողովին։ Ալբանիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ։ Եվրոպայի խորհրդի նախարարական կոմիտեն կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին շուտապույտ ստորագրել ու վավերացնել խաղաղության համաձայնագիրը։ Հայաստանի արտգործնախարարն իր ելույթում վերահաստատել է Երևանի հավատարմությունը խաղաղության գործընթացին։ Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում նաեւ երկկողմ շփումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ։ Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Նրանք քննարկել են ԵՄ աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մայիսի 16-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան, որտեղ կմասնակցի Թեհրանի երկխոսություն ֆորում 2025-ին։ Այցի ընթացքում նախատեսված են նաև աշխատանքային հանդիպումներ։ Արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական եւ օգնական Սթիվ Ուիտկոֆի հայտարարությանը եւ նշել, որ ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակներում քննարկվում են տարբեր թեմաներ, ինչպես ձևավորված ռազմավարական գործընկերությունն, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնությունները։ Իհարկե կարող են նոր հնարավորություններ տալ։ Հիշեցնենք, որ Ուիտկոֆը, որն օգնում է խոշոր խաղաղ բանակցություններ վարել ամբողջ աշխարհում, անցյալ շաբաթ Սպիտակ տանը բացառիկ հարցազրույցում անդրադարձել է Աբրահամյան համաձայնագրերին։ Ըստ նրա, սպասվում է, որ առաջիկա մի քանի ամսվա ընթացքում Աբրահամյան համաձայնագրերը կընդլայնվեն եւ դրա համար կա մեծ էներգիա։ ԿԳՄՍ նախարարությունը դատապարտում է Մերձավանի դպրոցում տեղի ունեցած միջադեպը, երբ պատմության ուսուցիչը թիրախավորվել էր աշակերտների, ծնողների եւ մյուս գործընկեր որոշ ուսուցիչների կողմից։ Նրա նկատմամբ դրսևորվել էր անհարգալից վերաբերմունք։ Արմենպրեսի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքս Ասվաջյանը նշել է, որ նախարարությունը մարզպետարանի եւ այլ գործընկեր կառույցների հետ գործակցությամբ ուշադրության կենտրոնում է պահում այս դպրոցում տեղի ունեցածը։ Վարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով աշխատավարձի ավելագույնը 20 պատիկի չափով կամ ազատազրկմամբ 2 ամսից մինչև 3 տարի ժամկետով։ Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Անձը կազատվի քրեական պատասխանատվությունից, եթե կամովին ներկայանա եւ ներգրավի վարժական հավաքին։ Ֆիզիկապես հաշվառման վկայագրի եւ վարորդական վկայականի պլաստիկին զուգահեռ հնարավորություն կլինի նաեւ թվային տիրույթում ունենալ վկայագրերի թվայնացված տարբերակը եւ Հայաստանի տարածքում իրավաչափ ու թույլատրելի կհամարվի նաեւ թվային տարբերակով վարորդական վկայականի ու հաշվառման վկայագրերի շրջանառությունը։ Այս մասին կառավարության նիստին ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը։ Որոշման նախագիծն ուժի մեջ կմտնի 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։ Մարմարիկում կորած 2-ամյա երեխայի Տիգրան Պետրոսյանի որոնողական աշխատանքների շրջանակում փորձ է արվում տիեզերական լուսանկարներ գտնելու ուղղությամբ, սակայն վերջին լուսանկարները, որոնք հաջողվել է ձեռք բերել, թվագրվում են ապրիլի 26-ով։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նախարարը նշել է, որ վերջին հասանելի լուսանկարը տվյալ տարածքից արվել է ապրիլի 26-ին, ինչը չի համապատասխանում երեխայի անհետացման ամսաթվին՝ մայիսի 4-ին։ Նրա խոսքով այդ աշխատանքներն ընթանում են ամենօրյա ռեժիմով լուր եւ զուսպ, հուսադրող անճշտություններ հանրային դաշտ չներկայացնելու սկզբունքով։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան նախապատրաստման փուլում է։ Այս մասին ճեպազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հրաժարվելով այցի վերաբերյալ որևէ մանրամասն հայտնել։ Կիևից հայտնել են, որ ռուսական ուժերն օդային հարվածներ են հասցրել Ուկրաինային Դնեպրոպետրովսկի շրջանում բնակելի շենքեր եւ քաղաքացիական այլ կառույցներ են վնասվել, հրդեհ է բռնկվել Սումիում, վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում, չնայած ԱԹՍ-ների հարձակումներին տուժածներ չկան նաեւ Կիևի շրջանում։ Ուկրաինայի զինված ուժերի տվյալով ռուսական կողմն ավելի քան 100 անօդաչու թռչող սարք է արձակել, 62-ը խոցվել է, 29-ը ընկել չհասնելով նշանակակետին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ մեղադրել է Ուկրաինային Ռոստովի եւ Բելգորոդի մարզերի ուղղությամբ 3 ԱԹՍ արձակելու համար։ Ռուսական լրատվամիջոցները պնդում են, որ Էստոնիայի ռազմաօծովային ուժերը փորձել են գրավել ռուսական անձնակազմով նավթային տանկերը, որը չեզոք ջրերով ուղևորվում էր Պրիմորսկ, սակայն փորձն անհաջող է ստացվել։ Էստոնացիները գործողության ընթացքում օգտագործել են ուղղաթիռ, նաև ՆԱՏՕ-ի կործանիչ սպառնացել են խոյահարել եւ փորձել են դեսանտ իջեցնել նավի վրա, սակայն անձնակազմը չի արձագանքել զգուշացումներին։ Այնուհետև ռուսական Սու-35 ինքնաթիռը բարձրացել է օդ եւ հետապնդումը դադարել է։ Նշվում է, որ նավթային տանկերը Գաբոնի դրոշի ներքո է եղել եւ ուղևորվում էր ռուսական նավահանգիստ։
Ֆրիդրիխ Մերցը, որը Գերմանիայի կանցլեր է ընտրվել մեկ շաբաթ առաջ, այդ պաշտոնում իր առաջին ելույթն է ունեցել Բունդեսթագում։ Նա խոստացել է ստեղծել Եվրոպայի ամենաուժեղ բանակը, իսկ դրա համար նախատեսել է ավելացնել բանակի ֆինանսավորումը, զինվորների թիվը մեծացնելու համար էլ ստեղծել նոր գրավիչ կամավորական զինվորական ծառայություն, որը կարող է մոտիվացնել երիտասարդներին ստանձնելու երկրի անվտանգության պատասխանատվությունը։